Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանին, բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, շատ ակտիվորեն քննարկվում են Գյումրու ընտրությունները, որքան էլ ինտրիգը կարծես հանգուցալուծվել է, Վարդան Ղուկասյանը դարձել է քաղաքապետ, հիմա Հայաստանը տեսնում է Բելարուսի օրինակով միութենական պետության կազմում, ինչ դիտարկումներ ունեք, նախ հասարակությանը մեսիջի տեսանկյունից ինչ եք կարծում, ինչ է սա նշանակում։ Նախ ինտրիգը չեմ կարծում դեռ հանգուցալուծվել է, ամեն ինչ կախված է, ես նշել եմ Վարդան Ղուկասյանի պահվածքից Նիկոլ Փաշինյանի հանդեպ, այսինքն եթե նա պահի սուբորդինացիան, ինչպես ասեց, որ ասեց աթոռը կհարգեմ եւ հարգի, ամեն ինչ կընթանա նորմալ, իսկ եթե ոչ, արդեն իր խոցելի կողմերը հաշվի առնելով տարբեր սցենարներ են հնարավոր, չմոռնանք նաեւ Մարտուն Գրիգորյանի ֆակտորը այստեղ։ Ինչ վերաբերում է միութենական հանրապետության մասին իր հայտարարություններին, գիտեք, յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը, բայց այստեղ մի խնդիր կա, նախ ես կասկածում եմ, որ Ռուսաստանը ինքը ուզում է, որ Հայաստանը դառնա միութենական պետության դեմ, ինչու՞։ Որովհետև այդ դեպքում Ռուսաստանը պետք է պաշտպանի օրինակ Հայաստանի անվտանգությունը, այլևս չի կարող խաղարկել Ադրբեջանի ֆենոմենը մեր դեմ, չէ՞։ Պետք է արդեն Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ պայքարել։ Մանավանդ որ Ադրբեջանը ինքը չի լինի միութենական պետության անդամ եւ Պուտինը դա շատ լավ գիտակցում է, հաշվի առնելով Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա։ Այնպես որ դա նույնիսկ կեղծ օրակարգ է։ Մի կողմ որ ես դեմ եմ դրան եւ դա որևէ լավ տեղ չի տանի, առնվազն պատերազմի կողմ կդինենք արդեն Ուկրաինայում եւ արևմուտքի դեմ արդեն կպատերազմենք եւ երկրորդ դա կեղծ օրակարգ է, ինքը Ռուսաստանը երբեք դա չի ցանկանա, քանի դեռ Ադրբեջանն էլ չի գտնվում իր լիովին ազդեցության ներքո։ Իսկ ձեր կարծիքով ընդհանրապես երկրորդ քաղաքում մենք երբ ունենք ռուսամետ իշխանություն Գյումրիում համադեպում քաղաքն է ղեկավարում, իհարկե քաղաքական որոշումներ չի կայացնում, բայց սա ինչ վտանգներ է իր մեջ պարունակում ձեր կարծիքով, հատկապես որ մենք մեկ տարի անց ունենք շատ կարևոր իրադարձություն, համապետական ընտրություններ, սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրակրվեն, նաև ժամկետների իհարկե չգիտենք, բայց այս տեսանկյունից եթե դիտարկենք Տեսեք, խնդիրը որն է, ռուսամետ իշխանություն ձևավորվել է ոչ թե քվեների շնորհիվ, այլ կոալիցիոն համախմբումների, այսինքն այնպես չի, որ Գյումրու բնակչության մեծամասնությունը ռուսամետ է, եթե այդպես է։ Օրինակ Մարտուն Գրիգորյանը ռուսամետ չի, եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանի թիմին է հարում, որը ԵԺԿ անդամ է եւ շատ հաճախ ակնարկում է, որ Պուտինը սխալ քաղաքականություն է վարում, նա ռուսամետ չի։ Մարտուն Գրիգորյանի ընտրողներն էլ ռուսամետ չեն, այլ հարցը, որ ԿՊԻ-ին իրենց ասելով իշխանություն չտալու համար ռուսամետ տեխնացուին դարձրեցին քաղաքապետ։ Ինչ վերաբերում է վտանգներին, մենք միշտ քննադատել ենք այս իշխանություններին, որ եթե անընդհատ ասում եք, որ երրորդ երկրից գուբերնիա են ուզում դարձնել մեզ եւ որևէ քայլ չեք անում պատասխանատվության ենթարկելու խոցելի մարդկանց, որոնց գույքերը հայտնի են, որ գնում ես Գյումրի, ասում ես ում է պատկանում այս հյուրանոցում, է պատկանում այս ռեստորանը, բոլորը անունը տալիս են։ Եթե նա կարող է այդ անձնավորությունը աշխատավարձով դա ունենալ, դա նորմալ է, եթե ոչ, նա չպիտի լինի տեխնացու, չպիտի լինի քաղաքապետ։ Այսինքն սա իշխանության բաց թողումն է եւ լուրջ վտանգ է սպառնում։ Ինչու Նիկոլ Փաշինյանը կարծում է թե հարմար են իրեն այս պահին այս գործիչները, որովհետեւ ուշադրությունը էլի շեղվելու է այդ անձի վրա, ամեն օր մի ցնցող հայտարարություն պիտի անի, բոլորը պիտի քննարկեն, երկրի առջև ծառացած գլոբալ խնդիրները, որոնք բազմաթիվ են, չեն լուծվելու եւ այսպես հարմար կգնան ընտրությունների, բայց թե որ պահին անհարմար դա կդառնա, որ պահին Պուտինը կհոգնի խաղերից այստեղ եւ կկարողանա իր ուշադրությունը շեղել հարավային Կովկաս, այդտեղ մենք լուրջ պետականության կորստի խնդրի առջև կկանգնենք։ Դրա համար Հայաստանի իշխանությունները վերջապես 7 տարի հետո, որ ասում են նույն դասարանում ենք մնացել, պիտի տեղափոխվեն հաջորդ դասարան, եթե ոչ, արդեն մեր երկիրը լուրջ խնդիրների առջև կկանգնի։ Կոշտ մեթոդների կողմնակից եք։ Կարծում եք պետք է լավ այսպես ձևակերպեմ Հայաստանը։ Տեսեք, ես չեմ կիսում Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, որ կամ պիտի պատերի տակ իր ասած գնդակահարենք ազգային ժողովի ելույթը, կամ պիտի այսպես անօրինականությունները շարունակվի, այսինքն եթե երկում օրենք չկա եւ դուք հանդիսանում եք դատական ուրեմն իշխանության բնականon գործունեության երաշխավորը, նաեւ որպես իրավաբան կարող եմ ասել, որ բոլոր օրինական լծակները Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեն օրենքը երկրում հաստատելու։ Հակառակ դեպքում ինչի եք նորից խոստանում, որ կբերեք հետ 7 տարի հետո էլի նույն խոստումով գնալու եք ընտրությունների։ Վստահ եմ 26-ի լոզունգն է լինելու կացինով թե մուրճով, չգիտեմ, բայց հետ ենք բերելու կամ դուք ստում եք, դուք հետ չեք բերելու, կամ էլ չեք ուզում ուղակի բերել, պատճառը բերում եք, իբրև թե մենք չենք խառնում արդարադատությանը, ինչ է նշանակում, այսինքն
այսինքն մարդիկ, որոնք այս երկիրը թալանել են ձեր ասածի պես, պիտի հանգիստ նստեն, մի հատ էլ Ռոբերտ Քոչյանը հայտարարում է, որ նոր թիմով է գալու 26-ին, մի հատ էլ սպառնում են, որ հետ են գալու, սա ոչ մեր մեղքն է, ոչ քաղաքագետի, ոչ էլ այդ ընդդիմության, սա Հայաստանի Հանրապետության իշխանությունների մեղքն է։ Իսկ հասարակությունը այդ ուժերին կընդունի, ես ինչ եմ հարցնում, Սերժ Սարգսյանն էլ օրերս ելույթ ունեցավ եւ կատիտարկում, որ որոշակիորեն ակնարկել է ելույթը հետ վերադարձի, արդյոք կիսում եք այս մոտեցումը, թե ոչ, արդարացումները մեկ գիշերվա ընթացքում ԵՏՄ անդամ դառնալու հետ կապված նաեւ որոշակի խայթոցներ երկրորդ նախագահին, իբրև թե բոլոր անհաջողությունների մեղավորը իրենք են իրենց վրա են բարդում, ինչ դիտարկումներ ունեք։ Ես երբեք չեմ հավատացել, որ իրենք միասնական են, երբ իրենց երկուսին լուրջ վտանգ է սպառնում, երբ Ռուսաստանից կա հրահանգ, բայց այսպիսի իրավիճակներում, երբ սեփական պաշտոնի հարցն է արդեն հետ վերադարձի, իրենք միասնական չեն, միանշանակ։ Ինչ վերաբերում է փոխհրաձգություններին եւ ժողովրդը ինչպես կարձագանքի, տեսեք, Գյումրին ինչ ցույց տվեց։ Կարող է մեծամասնություն չհավաքեն, բայց գան իշխանության, կոալիցիաներով, գումար բաժանելով, սա փոքր երկիր է, մենք դրա մասին շատ ենք խոսել, նույն Մոլդովայի օրինակը։ Մայա Սանդուն հազիվ դարձավ նախագահ Սփյուռքի ձայների շնորհիվ։ Հիմա խորհրդարանական ընտրությունների ժամանակ արդեն խոսում են, որ նա չի կարողանալու հաղթել, որովհետև աղքատ երկիր է, ինչպես Գյումրին, չէ՞, Վարդան Ղուկասյանն ասաց, ամենաաղքատ քաղաքն է, չնայած 11 տարի այնտեղ ինքը քաղաքապետ է եղել, դա դնենք մի կողմ, գումարը կբաժանեն, ժողովրդի մեջ հիասթափություն կա իշխանությունների հանդեպ, որ իրենց խոստումները չեն կատարել, մարդիկ կան չեն մասնակցի ընտրությունների կամ էլ գումարով կգնան կընտրեն եւ դա մարդկանց չես կարող մեղադրել եկեք մարդկանց մի անվանեք ռուսամոր, ռուսաստրուկ, սա իշխանությունների խնդիրներ մաքրել քաղաքական դաշտը իրենց խոստումներ եւ եթե չանեն մենք չենք զարմանա որ նոր քաղաքներում էլի այսպիսի մարդիկ կգան իշխանության որոնք գուցե նաեւ իբրև թե կապ չունեն նախկին իշխանությունների հետ բայց ֆինանսավորվում են երրորդ ուժ են իրենց անվանում մենք դրա մասին տեղյակ ենք սա լուրջ վտանգ է Հասարակությունը տեսնում է արդյոք այդ վտանգները ձեր կարծիքով նույնիսկ եթե ուրիշ դեմքերով են հանդես գալիս Հասարակության մեջ հատված կա, որ ակտիվ հետևում է քաղաքականությանը, իմ կարծիքով գիտակցում են, բայց ժողովուրդը պարտավոր չի իր առօրյա գործերը թողնել, ընկնել բացահայտումների հետևից, թե ով բարեկամն է, ով խնամին է, եւ դրա համար կրկնում եմ, ես չեմ մեղադրի ժողովրդին սխալ ընտրության համար։ Քաղաքական մշակույթը թելադրում է երկրի իշխանությունը։ Եթե պիտի էլի գնանք ընտրությունների կապիտուլյանտ դու մարդասպան ես լոզունգներով, երկու մեղադրանքները հայտնի, մենք ստանալու ենք շատ վատ իրավիճակ։ Հայաստանը կմասնա Ես նախին եւ ներկա ուժերի մեջ է։ Իսկ որոնք են արտաքին աստեցությունները մեր ընտրությունների վրա, ես Գյումրին իհարկե քաղաք է, այսպես շատ չէի ուզի քաղաքականացնեի հարցը, բայց 26-ին կլինեն այդ աստեցությունները ամեն դեպքում, որովհետեւ Ռուսաստանը միշտ է այդ խորհրդային երկրներում իր աստեցությունը ցանկանում պահել, իր սեփական տեխնացուն ունենալ կամ գոնե կառավարելի մեկը լինել, արդյոք կլինեն այս հետաքրքրությունները այս անգամ եւս։ Երկու ֆակտորից է կախված նախ Ռուսաստանի իրավիճակից, միջազգային ասպարեզում, եթե բարդանա իրավիճակը, դժվար կարողանա այստեղ լուրջ ցնցումների, լուծումների գնալ, Ադրբեջանին հրահրել եւ այլն։ Եթե հանկարծ սառեցվի իրավիճակը նա կարողանա շեղվել հարավային Կովկաս, տեսեք Նիկոլ Փաշինյանը չի խանգարում Վլադիմիր Պուտինին գլոբալ առումով, նա ԵՏՄ-ից դուրս չի եկել, ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, կարմիր գծեր չի խախտել, ռազմաբազան չի հանել, հակառակը շատ հարմար են այն առումով, որ ասում են, տեսեք, արևմտամետ են, իբրև թե մենք էլ չենք պաշտպանում։ Վլադիմիր Պուտինի տեսանկյունից պետք չէ Ռոբերտ Քոչյանը հիմա լինի երկրի ղեկավար, որովհետև այդ ժամանակ ինքը պետք է գա պաշտպանի, բայց դա իր շահերից չի բխում։ Այսինքն նա հանդուրժում է դեռ Նիկոլ Փաշինյանին, բայց եթե հաղթողի այսպես կարգավիճակում դուրս գա Ուկրաինայում, ինչը չեմ կարծում, այստեղ արդեն այդ խաղերը կավարտվեն եւ պարապ կլինի Ռուսաստանը։ Բացի այդ, արդեն Բելարուսացման սցենարը կգնա։ Չնայած մի ֆակտոր էլ էստեղ կա, հայ ժողովուրդը բացասական վերաբերմունք ունի արդեն Ռուսաստանի հանդեպ, սա այն Հայաստանը չի, որ Վլադիմիր Պուտինն է, ուրեմն լավ է, ինչ ասում է, այդպես են անենք, հակառակը, մենք հակառակ էֆեկտն է տալիս, այնպես որ այստեղ ուղղակի տնտեսական լծակները շատ մեծ են, եթե սոցիալական ցնցումներ լինեն, գազի գին, վերին լարջ, չխոսենք դրա մասին, ժողովուրդը հացին է սպասում, այսինքն ասում են տվեք մեզ հաց, հետո սովորեցրեք ինչպես ապրել, այդպիսի արտահայտություն կա, եթե բարդանա իրավիճակը, երկիրը կապակայունացնեն ներսից։ Այսօր Երևանում ցույցեր են տեղի ունենում մեր զրույցի պահին էլ
արցախցիները Հայաստան տեղափոխված իրենց նախագահին են պահանջներ ներկայացնում, նախկինում այդ պահանջները նաև հնչել են Հայաստանի իշխանություններին եւ բացի սոցիալական պահանջներից նկատելի են որոշակի քաղաքական պահանջներ եւս Մինսկի խմբի չլուծարման, չգիտեմ, նույնիսկ եղան այնպիսիք, որ հայտարարեցին, որ եթե իրենց հարցերը չլուծվեն, այստեղ իշխանությունների հրաժարականը կպահանջեն։ Մի կողմ թողնելով որ իրենք իսկապես ունեն սոցիալական խնդիրներ եւ դա բնական է, որ կունենան, ձեր կարծիքով կան ուժեր, որոնք տաքացնում են այս պայքարը եւ փորձում են իշխանությունների դեմ հերթական ինչ-որ ալիք ստեղծել։ Որքանով ես հետևում եմ, այնտեղ միասնական կարծիք չկա, կա հատված, որը դեմ է նախկին իշխանությունների ներկայությանը հանրահավաքներին եւ ասում են, որ սոցիալական խնդիրները, ձեր ասացի պես, փորձում են ուղղորդել քաղաքական հունով։ Փոքր համայնք է, այստեղ ամեն մեկը կարող է իր, այսպես ասած, ագենտուրան ունենալ եւ մի լոզունգ ասել, որը բոլորը չեն կիսում, հարթակից, բայց այդպես կհնչի։ Եվ սա ատելություն կսերմանի արդեն Հայաստանի մեջ արցախցիների եւ այստեղի բնակչության միջեւ։ Ես դեմ եմ, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը այս մարդկանց այդպես ճնշումների է ենթարկում, սոցիալական հարցերը նրանց շատ արագ կարելի է լուծվել երկու տարբերակով, նախ դոնորներ կան, որոնք մշտապես ասել են, որ կարող են աջակցել, դա չնչին գումար է 50,000 դրամ ամսական միջազգային օգնություն որպես այդ մարդկանց փոխանցելու համար եւ երկրորդը, եւ ես սա քննադատում եմ, գլխավոր դատախազությունում կա գործ, ըստ որի $500 միլիոն Արցախի ներդրումային հիմնադրամից գողացվել է, յուրացվել է Հայաստանի նախկին իշխանությունների կողմից $500 միլիոն պատկերացնեք որքան Արցախցու կարելի օգնել եւ այդ լոզունգն էլ կա ինչու Հայաստանի իշխանությունները դա չի անում եւ ասում են մենք ձեզ գումար չունենք վճարելու գնացեք պահանջեք սա արդեն այդքան էլ օբյեկտիվ չի այսինքն արցախցիների մեջ պետք է այն տեսակետը սերմանել, որ նախկին իշխանություններն են ձեզ թալանել, չպետք է լսել նրանց, բայց միևնույն ժամանակ իրենք իրավունք ունեն գլխավոր դատախազությունից պահանջել այս մարդկանց կողմից գողացված գումարները հետ բերել։ Այդ մարդիկ Հայաստանի քաղաքացի են, Հայաստանի նախկին իշխանությունները եւ դատախազությունը լիովին պարտավոր է այս գործին ընթացք տալ։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի գործունեությանը, տեսեք Ռուսաստանն է ակտիվորեն միայն ասում, որ Մինսկի խումբ չկա, հետաքրքիր է, չէ՞։ Անդիմությունը, որ մեղադրում է Հայաստանին, որ ինչու է Մինսկի խումբը լուծարում, միայն Ռուսաստանից է հնչում, ոչ Ֆրանսիայից, ոչ ԱՄՆ-ից, ես այդպիսի հայտարարություններ չեմ լսել։ Եվ Բաքվից։ Մյուս կողմից սա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև տարածքային վեճ չի։ Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի լուծարումը պետք է թողել ապագային, մանավանդ դա երկար process է, պետք է դիմեն ԵԱՀԿ, նախարարների խորհուրդ հավաքվի, բայց Ալիև այդ հարցը օգտագործում է ներսում այսպիսի խժդժություններ հրահրելու նպատակով։ Հայաստանի ղեկավարությունը պետք է մի պատասխան տա, որ մենք պատրաստ ենք, բաց ենք այդ հարցը քննարկելու, բայց դա խաղաղության օրակարգ է, որևէ առնչություն չունի։ Իսկ միաժամանակյա ստորագրումը մի քանի օր ակտիվորեն թե վարչապետը թե արտգործնախարարը նշում են, որ կարելի է միաժամանակ ստորագրել խաղաղության պայմանագիր եւ լուծարել Մինսկի խումբը, սա ինչքանով է տեսական։ Դիմել լուծարման համար, որովհետեւ չեն կարող ասել ԵԱՀԿ-ն ինչ կորոշի, այնտեղ շատ երկրներ կան եւ դա հօգուտ Հայաստանի իդեպ կարող է այդպես դիվանագիտորեն այնպես անել, որ քվեարկությունը այնպես չընթանա, ինչպես ցանկանում են, դա այս պոլիսային մակարդակում իմ կարծիքով սա Նիկոլ Փաշինյանի կողմից էլի խաղ է ուղղված Ալիևին, քանի որ նա հասկանում է, որ Ալիևը չի ուզում ստորագրել։ Անդադ ասում է, հա, ես համաձայն եմ, Զելենսկու տարբերակն է, եկեք ստորագրեք, իմանալով, որ Ալիևը չի ստորագրելու, այսինքն երևալ չափազանց կոնստրուկտիվ, հասկանալով, որ դիմացի կողմը չի կարող ստորագրել։ Հուսով եմ, սա այդ խաղի մասն է։ Տիկին Դալաքյան, խաղաղության պայմանագիրը, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ինչ ազդեցություն կունենան մեր ներքաղաքական կյանքում։ Ձեր կարծիքով մեր հասարակությունը ուզում է այդ խաղաղությունը, թե ոչ, ինչպես է հրամցվում այդ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անհրաժեշտությունը, արդյոք սա դիտարկում է հասարակությունը կամ կսկսի դիտարկել որպես անհրաժեշտություն նոր սահմանադրական փոփոխության, թե որպես Ալիևի պահանջների բավարարման դիմությունի դեպ այսպես է ձևակերպում, կլինի արդյոք այդ գիտակցվածությունը անհրաժեշտության։ Այդ ձևակերպումը սխալ է, ես դեմ եմ, որպեսզի Հայաստանի հայ ժողովրդի շրջանում այդպիսի տեսակետ հնչի, այո, եթե մենք ընդունում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը այլևս
այլևս Հայաստանի եւ Ադրբեջանի եւ տարածքային վեճ չի, սահմանությունը պիտի փոխվի։ Այլ հարց է, որ նաեւ դա իմ տարիների ուսումնասիրության առարկան է եղել, Լեռնային Ղարաբաղի հարցը չի փակվում դրանով, դա ինքնորոշման իրավունքի հարց է, որի կրողը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է։ Այլ հարցը թե Հայաստանը ինչպես կարող է օգտակար լինել նրանց միջազգային հարթակներում, դա մեկ այլ թեմա է։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Ալիևը չի գնա դրա ստորագրությանը, ես վստահ եմ, նա ժամանակ է ձգում, շահում, հասկանալու համար ինչ է կատարվելու միջազգային իրավիճակում, արդյոք Տրամպը լուրջ է վերաբերում Հարավային Կովկասին իր խաղաղության գործընթացին, թե ոչ, բայց դա երկարատև process է եւ երբ Ադրբեջանից հնչում են այդպիսի պահանջներ, մենք էլ պիտի ասենք, որ ձեր անկախության հռչակագիրը, որին հղում կա, պահանջ է ներկայացնում մեր Փաշինյանն ասում է անդադ տարածքների հանդեպ, դե եթե դուք դա եք պահանջում, մենք էլ սա ենք պահանջում, այս գիծը պիտի առաջ տանել եւ ասել, որ սահմանական փոփոխությունները երկարատև գործընթաց են, դա հանդուցություններից հետո է տեղի ունենալու, ոչ մի իշխանություն նախորդ տարին ընտրությունների չի գնա սահմանական բարեփոխումների։ Այսինքն պիտի միջինը գտնել, ժողովրդին բացատրել, որ ասենք խաղաղություն ցանկանում են, թե ոչ, որ ժողովուրդը չի ցանկանում։ Այդ ընդդիմության լիդերները պատրաստ են պատերազմի ուղարկել իրենց զավակներին, իհարկե ոչ, նույնիսկ մարդիկ, որոնք իրենց տենց ժուկովի տեղն են դրել շատ ներողություն, իրենց որդուն Արցախից առաջինն են հանել պատերազմի ընթացքում, բայց դա էլ չի նշանակում, որ պետք չի պատերազմի պատրաստ լինել, այն պետությունը, որը պատրաստ չի պատերազմել, կա ոչնչանա։ Այսինքն խաղաղությունը լավ բան է, բայց ուզում ես խաղաղություն, պատրաստ Ուղղակի մեզ հրամցնում են իհարկե խաղաղությունը լավ բան է, հասարակությանը նկատի ունեմ, որ սա կապիտուլյացիա է, ոչ թե խաղաղություն, դուք տեսել եք այդ ձևակերպումները եւ այս թեզերը ինչքանով են վտանգավոր ու ինչպիսին պետք է լինեն իշխանության հակազդեցության մեթոդները սրան։ Ես ինքս իշխանությունների տակտիկան չեմ ընդունում անընդհատ խոսել խաղաղության մասին, անընդհատ Ալիևի հետևից կանգնել, ասել արի ես մի թուղթ ստորագրի։ Ես կողմնակից եմ, որ մենք զինվենք, մեր բանակը ուժեղացնենք, տնտեսությունը ուժեղացնենք եւ միջազգային ասպարեզում այն ագիտացիան տանենք, որ Ադրբեջանը տորպեդահարում է խաղաղության գործընթացը, ոչ թե անընդհատ համոզենք, որ կան փաստաթուղթ ստորագրեն։ Ես դեմ եի նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը փակելուն, այն առումով, որ ոչ թե դա պիտի լինի խաղաղության համաձայնագրում, այլ դա է կուլիսների ետևում, երբ Ալիևը խոսում է արևմտյան Ադրբեջանից, ճակերտավոր խոսել Լեռնային Ղարաբաղից, որը լեգիտիմ, ուրեմն Մինսկի խմբի բառակապակցություն է եւ եզրույթ է ի տարբերություն արևմտյան Ադրբեջանի։ Սա Տրամպի ասած խաղաթղթերն են մեր, որոնք մենք չպիտի թողնենք մի կողմ։ Ինչ վերաբերում է ասել կապիտուլյացիա, դե գիտեք, դից ընդհանուր իրենք 18 թվականից ասում են կապիտուլյացիա, բայց եթե իրենք գնահատական չեն տալիս Ռուսաստանի այստեղ գործողությունների մասին, որը ամեն օր բարձրաձայնում է, որ Ադրբեջանի տարածք է Լեռնային Ղարաբաղը, որը մեղադրում է նախկին իշխանություններին, որ ինչի՞ չեք անկախությունը ճանաչել, դուք էլ չէիք ճանաչել, ինչի՞ չեք միացրել ձեզ։ Եթե սրանց պատասխան հնչեցվի եւ քննադատեն Փաշինյանին, լիովին նորմալ է, բայց եթե դուք միայն Փաշինյանին եք կապիտուլյանտ համարում, չեք ասում, որ դուք բանակ եք թալանել, որ ձեզ Պուտինն ասել է, որ ձեզ չի պաշտպանել ու դա իր խոսքերն են։ Եվ դուք դրանից հետո չեք համաձայնվել ամերիկյան կողմի Տելբտի առաջարկներին, որը ուղղակի դրախտային պայմաններ էր ձեզ առաջարկում, որպեսզի Պուտինին չհակադրվեք, այստեղ արդեն երևում է, որ դուք ուղղակի Ռուսաստանի եւ ձեր շահերն եք պաշտպանում։ Խնդիրը ոչ Լեռնային Ղարաբաղն է, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը։ Այս ընդդիմությունը ընկալվում է հասարակության կողմից ձեր կարծիքով։ Մենք ունեցանք մի խորհրդարան, որտեղ իշխանությունը է քաղ պայմանագիր այս տարիների ընթացքում եւ ընդդիմություն, որը արդեն որերորդ տարին է բացի կապիտուլյան թողատու դավաճան ձևակերպումներից, որովե բովանդակային առաջարկ քննարկում չի գնում, նույնիսկ շատ հաճախ այն հարցերը, որ կարող են բարձրացնել վարչապետի առջև, խորհրդարանում նույնիսկ դա չենք տեսնում։ Արդյոք այս ընդդիմությունը վերարտադրվելու շանս ունի, թեկուզ ռեբրենդինգի միջոցով ձեր զրույցից սկսվում է նաև այդ մասին։ Տարբեր հնարավորություններ կա ռեբրենդինգ, դրսից աջակցություն, ֆինանսներ։ Մենք որ խոսում ենք այդ գումարները հետ վերադասեք, մենք այդ մարդկանց չենք ուզում ուղղակի վատություն անել, մենք ասում ենք, որ այդ գումարները աղքատ երկրում ներդրվում են կոռուպցիոն սխեմաների, ագիտացիաների, մարդիկ ենթարկվում են ռոպագանդային, չէ՞, քանի հատ ալիք ունեն իրենք, գումար են բաժանել, իդեպ ասում են Գյումրիում էլ, այսինքն սա լուրջ խնդիր է, որը էլի պիտի մեղադրենք իշխանություններին։ Եվ որ դուք ասում եք լուրջ ընդդիմություն չկա, որ Փաշինյանին հարցեր տա, հենց դա էլ պետք է ըստ էության այս իշխանություններին, որ այդպիսի մարդիկ կան, որոնք վարկաբեկված են։ Տեսեք, իրենք անդադ նույն բանն են ասում Փաշինյանի կապիտուլյան, Փաշինյանն էլ նույն բանն է ասում, իրենց մարդասպան։ Իրենք անդադ նույն բանն են իրար ասում։ Դրա համար խորհրդարանը պիտի որակ ունենա, որ Նիկոլ Փաշինյանին անհարմար հարցեր տան, բայց
նախկինները իրենց են հարմար, իրենք նախկիններին։ Դա Ալեն Սիմոնյանի բառերն են, բայց ի վերջո դա տանելու է Հայաստանի Հանրապետության համար շատ վատ տեղ։ Իսկ կա ժամանակ այս 1 տարվա ընթացքում որակյալ ընդդիմության համար այլընտրանք առաջարկող, նույնիսկ արտաքին քաղաքական հստակ կողմնորոշում ունեցող ոչ պրոռուսական։ Շատ բարդ հարց է գալիս, որ բոլորը դա են ասում։ Տեսեք, նույնիսկ այսօր իրենց ընտրողները եւ Փաշինյանի եւ նախկին իշխանությունը ասում են բաում ընտրենք։ Քանի որ քաղաքական դաշտը լցվել է այս նախկին ներկաներով, ասում են թող երրորդ ուժն էլ խոսի, երրորդ ուժը չի լսվում, որովհետեւ իրենք այնքան բարձր են գոռում, իրենց են պատկանում լրատվության դաշտը եւ թեմաները, որ երրորդ ուժը չի երևում։ Բացի այդ Հայաստանում Սերժ Սարգսյանը այնպիսի սխեմաներ է գծում, որ միշտ ասում կամ իր այդ կապ ունի, կամ Քոչարյանի, կամ Փաշինյանի, ժողովրդի մոտ չկա վստահություն։ Նույնիսկ այդ երրորդ ուժի անդամների մեջ չկա, ես ձեզ ասեմ վստահություն, թե երրորդ ուժ են, թե ոչ։ Բայց կարծում դա ժամանակի հարց է, որովհետև հիասթափությունը նախկին ներկա խաղից բերելու է դրան։ Դա կամ կլինի ինտուիցիոներին չմասնակցելու տեսքով, կամ իրոք այլընտրանքի ձևավորումը, բայց ես չեմ կարծում, որ դա 26-ին կլինի։ Իմ կարծիքով 26-ը լինելու են ամենախայտառակ ընտրություններ էլի նախկին ներկա, էլի կամպրոմատներ, ասֆալտին փռել եւ այլն, էլի նույն խորհրդանն ենք ունենալու, գուցե մի քանի падգամավորել պրո-արևմտյան ձեր ասած ուղղվածություն, բայց ես չեմ կարծում մենք պիտի ուղղվածություն ունենանք։ Իմ համար հավասարապես անընդունելի է եւ ռուսամետությունը եւ այսպես արևմուտքի հանդեպ կախվածությունը։ Մենք Եվրոպա պիտի գնանք, մենք պիտի ձգտենք Եվրոպային, մենք պիտի Ռուսաստանից հեռվանանք, բայց ունենալ այսօր Ամերիկա Տրամպի տեսքով, որ անկանխատեսելի է ասել մենք արևմտամետ ենք, նույնիսկ այսօր Տրամպը արևմտամետ չի։ Դրա համար այդ եզրույթը սխալ է։ Կրկնում եմ, մենք պիտի ԵՏՄ-ում չլինենք, հապկում չլինենք, մեր տեղը արևմուտքում է, բայց մենք պիտի լինենք հայամետ, որպեսզի այսպիսի լիդերներ որ կան արևմուտքում, հիմա չասենք, բա ուր գնանք չինամետ դառնանք, հայամետ բոլորի հետ համագործակցել։ Այս նկատելի է մեր հասարակության գոնե վերաբերմունքի փոփոխությունը այս առումով։ Մինչև պատերազմ օրինակ ասում են ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի այս ձևակերպումները, բայց վերջին տարիների ընթացքում գոնե իմ ընկալմամբ որոշակի փոփոխություններ կա ու արդյոք սա իր արտացոլումը կունենա նաև Դե արտացոլումը կունենա միանշանակ, բայց այն որ ըստ հարցումների Ռուսաստանը այլևս չի համարվում հաջորդի շրջանում դաշնակից, կարծեմ երրորդ հորիզոնականում էր հիմա չեմ հիշի, եւ սպառնալիքներ մեջ էր իդեպ ասեմ ձեզ, դա ակնհայտ է։ Եվ դա գիտեք ինչ հետևանք է Ռուսաստանի անորակ ռոպագանդա է, երբ որ դու ամեն օր վիրավորում ես քո դաշնակցին, երբ որ կանգնում ես, ասում ես դա հակաահաբեկչական գործողություններ, այնտեղ սով չի եղել, գիտեք բոլոր երկրներն ունեն շահեր, կարող է Ռուսաստանի շահը այսպես Ադրբեջանի հետ է, բայց վիրավորում եք դուք այս ժողովրդին, այդ ժողովուրդը ընտրում է ղեկավար, ընդունենք, չընդունենք, նրան են ընտրել, դուք վիրավորում եք, նույնը Զելենսկուն չէ, ասում եք ընտրված չի, երբ որ այդ մարդու ռեյտինգը ավելի բարձր է, քան ձերն ու Տրամպինը։ Այսինքն դա պարզունակ, անորակ դիվանագիտություն է, մեդալներ եք ստանում Ադրբեջանից, հետո ասեք մենք կողմնակալ չենք։ Սա հենց իրենց գործունեության հետևանք է եւ այն, որ համառորեն նախկին իշխանություններին էլի սնուցում են, իմանալով, որ այդ մարդիկ այստեղ ձայն չունեն։ Վարկաբեկված շատ ճիշտ եք, մարդկանց են պաշտպանում, որոնք ոտից գլուխ հատը խոսելուց հետո մի հատ թեմա է առաջանում, ու այդ մարդիկ ասում են մենք Ռուսաստանից աջակցություն ենք, մի հատ էլ Եդինե Ռոսիան կամ կոմունիստական կուսակցություն նրանց աջակցում է։ Ես չգիտեմ Վլադիմիր Պուտինը հետևում է ռոպագանդայի գործունեության թե ոչ, բայց այն որ Մարգարիտա Սիմոնյանին փոխելու ժամանակն է ակնհայտ։ Իսկ Մարգարիտա Սիմոնյանն ամեն անգամ երբ իշխանություններին քննադատում է, կարծես ավելի բարձրանում է իշխանությունների ռեյտինգը։ Ես ձեզ ասեմ, ամբողջ աշխարհում է նա բացասական ընկալվում, դրա համար հուսով եմ հասկանում են, որ այդ Յան ազգանունը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ, եւ ինչքան է տարօրինակ է Ռուսաստանում հակահայկական ռոպագանդա, տեսեք ինչ ցավալի բան է, հայկական ազգանունները մարդիկ են իրականացնում։ Ես օրինակ վրացական ազգանով հակավրացի կամ ադրբեջանական ազգանունով հակաադրբեջանցի չեմ տեսել։ Ամերիկայում էլ մեր ուրեմն լոբինգը մարդիկ են իրականացնում, որոնք հակաամերիկյան դիրքորոշում են, Ռուսաստանն են պաշտպանում, այդպեսի բան աշխարհում չկա։ Այսօր մեր լոբինգը Ամերիկայում, այնտեղ շատ ազնիվ մարդիկ են կան, անուններ չնշենք, բայց մեծամասամբ ղեկավարվում է Ռուսաստանի հետ թելերով կապված մարդկանց միջոցով։
գործը։ Իդեպ ամփոփելով հենց այս քարոզչությունից է ուզում հարցնել, բավականին երկար ժամանակ կար այս քարոզչությունը վերացնելու ուղղությամբ ռուսական, բայց դա չարվեց, մինչդեռ հետխորհրդային շատ երկրներում, այդ թվում դուք Մոլդովայում խոսեցիք, ռուսական օրինակ հեռուստաալիքները արգելված են։ Ինչ օրինակ այսպիսի ռադիկալ մեթոդների իշխանությունները չգնացին ձեր կարծիքով գոնե սահմանափակելու, որովհետև մանավանդ մի քիչ տարիքով մարդկանց մոտ, եթե դուք էլ նկատած կլինեք, ամբողջ լրատվությունը հիմնված է ռուսական ալիքներից փոխանցված տեղեկության հիման վրա ու այս խնդիրը Հայաստանում չի վերանում։ Ավելի շատ մենք ռուսական ռոպագանդա ենք լսում, քան հայամետ, նույնիսկ Հայաստանի մասին։ Տեսեք, ես կոնսպիրոլոգիայի մեջ չեմ ուզում մտնեմ, թե ինչ կապ ունի Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ, ով է նրան բերել, թեմաներով ես այդքան չեմ խորանում, դա տարբերակներից մեկն է, բարձ է, որ ուրեմն Վլադիմիր Պուտինը ազդեցություն ունի Նիկոլ Փաշինյանի վրա։ Իդեպ ես չեմ հավատում, բայց այդպես են ասում։ Երկրորդ տարբերակը այն է, որ կամքի բացակայություն է, դա կապված է անձնական երևի անվտանգության խնդիրների հետ, որի մասին Փաշինյանը բարբերաբար հիշեցնում է 27-ի մասին հղում անելով, կամ գուցե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանը դեռ այնքան թույլ չի տարածաշրջանում, որ չարժի շատ կտրուկ շարժումներ անել։ Մյուս կողմից ես չգիտեմ արևմուտքը իր հետ ինչպես է խոսում, արդյոք ասում են մենք ձեզ կաջակցենք ինչպես Մոլդովայում, թե ասում են դա մեր խնդիրը չի, ուղղակի դուք ռուսներին քննադատեք։ Այստեղ տարբեր շերտեր կան, բայց այն որ գոնե դրան զուգահեռ պիտի անկախ լրատվություն լինի եւ կա, ես ձեզ ասում եւ շատ բարձր դիտումներով։ Ձեր ասած տարիքային շեմն է, դա սովետական միության նոստալգիան է, որ պատերազմ չկար, մենք քաղցած չէինք եւ այլն։ Լավ, սովետի ժամանակ լավ էր։ Այո, բայց ես ասում նաեւ այդ տարիքային շրջանում շատերը կան, որոնք հիշում են հենց այդ ռեպրեսիաները, սովետական միության հիշում են, ով է Լեռնային Ղարաբաղը հանձնել եւ Նախիջևանը եւ հայկական ընդհանրապես հողերը Կարսի եւ Մոսկվայի պայմանագրով այնպես չի որ բոլոր այդ տարիքային խմբի անդամներ են եւ ինձնից ավելի լավ է տեղյակ թե Էնվեր Փաշան եղել է լրտես ռուսական ախրանքայում գնում է այդ process-ը դա մի օրվա process չի տասնամյակներ է տևում բայց այն որ բալթյան երկրների օրինակով պիտի իլյուստրացիա լինի որպեսզի բարձր ագենտներին իրոք ագենտուրան լուրջ աշխատում է Հայաստանում դա միանշանակ է Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար իմ հյուրը հիշեցնեմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն էր Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին